Ես ստացա տպավորություն, որ այն ընդդիմախոսները, որոնք այսօր ներկա էին, ընդունում են առնվազն ենթագիտակցորեն իրենց գաղափարական գծի ողջ սնանկությունը։ Եվ ես եկա այդ եզրահանգման հետևյալ գծից եւ հետեւյալի մասին հավաստիացումներից, երբ որ մարդիկ շարունակաբար կրկնում են պնդումներ անունի մասին, որ չէ, մենք չենք ասում պատերազմ, մենք մեծ հայք չի, մենք պատերազմ չենք բանանում պրոպագանդում, սա նշանակում է այդ մարդիկ հասկանում են, որ այն ինչ որ իրանք առաջարկում են, հանգեցնում է պատերազմի։ Բայց հիմա մի ուրիշ շերտ էլ օրինակ իմ համար բացահայտվեց, այն որ իրանք փորձում են լուծում առաջարկել եւ այդ լուծումը գիտեք որն է, այդ լուծումը լուծման բացակայությունն է։ Եվ այս խոսակցության ընթացքում դա շատ լավ գնաց եւ սենց են բանակցել տարիներ շարունակ։ Իրանք ասում են հանդիպեք, բայց լուծման մի եկեք, ձգեք, հալբաթ լավ կլինի վաղը մյուս օր, մի բան կփոխվի։ Այդ հալբաթով մի ամբողջ պետություն տարի հասցրել են նրան, մենք հայտնվել ենք այն փոսում, որում հայտնվել ենք։ Հիմա այս երեկվա ամբողջ ցայտնոտը եւ բանը իրարանցումը պայմանավորված էր նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց մենք լուծում ենք բերել, հասկանում եք, մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ էսյան, մի քիչ այնյան, կարող ավելի լավ լներ, բայց մենք լուծման փորձ ենք անում, էս է, որ այս մարդկանց համար անհասկանալի, այսինքն ոնց դուք ուզում եք լուծեք հարցը, հայտնաբերեցի պրոբլեմների պրոբլեմը, դուք մտածում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր հարցերը չլուծի, այդպես ձգի, մինչև ինչ-որ մի լուծում կտան, դե արդեն գիտենք, երևի ամենայն հավանականությամբ որտեղից։ Խոստացա երկար եզրափակիչ ելթով հանդես չգալ, այստեղ ես կկանգնեմ, շնորհակալություն։